Ողջույն սիրելիներս, այսօր ուտեստներ չենք պատրաստում, բայց փոխարենը կիսվում եմ շատ օգտակար տեսանյութով։ Շատ ժամանակ է եղել, երբ որ հազարի տերևները գնել եմ, բայց շատ արագ այն փչացել է եւ դեն եմ նետել։ Իսկ այսօր ես ձեզ կներկայացնեմ, թե ինչպես պահպանել հազարի տերևները, որպեսզի մնան թարմ եւ երկար։ Երբ կիրառում եմ մի քանի տարբերակներ, ապա ավելի երկար ու թարմ է մնում հազարի տերևները։ Ահա կիսվում եմ ձեր հետ, թե ինչպես եմ պահում։ Տարայի մեջ լցնում ենք ջուր, կեսից ավելի քիչ եւ դնում ենք հազարի տերևը, ահա այսպես տարայի մեջ եւ տեղափոխելու եմ սառնարանի այն հատվածում, որտեղ որ բանջարեղենն ենք պահում եւ երկար այսպես մնում է։ Հիմա անցնենք մյուս տարբերակներին, թե ինչպես պահենք հազարի տերևները թարմ։ Սառը ջուր եմ լցրել, հիմա կավելացնեմ 1 թեյի գթալ աղ եւ 1 թեյի գթալ սոդա։ Այս բոլորը մի լավ խառնում ենք, որպեսզի աղն ու սոդան հալված լինեն ջրի մեջ եւ այնուհետեւ հազարի տերևները տեղափոխում ենք ջրի մեջ։ Այնպես ենք անում, որպեսզի զգուշորեն պոկենք եւ դնենք եւ նաեւ պետք է այն հատվածը, որը որ ինչպես տեսնում եք այս կոթունի հատվածը հեռացնում ենք դանակով, շատ չենք կտրում, ահա ինչպես տեսնում եք, ահա այս չափի ենք կտրում եւ հիմա բոլորը կլցնենք ջրի մեջ։ Անպայման այնպես ենք անում, որ բոլորը ծածկված լինեն ջրով եւ կթողնենք մնա 10-ից 15 րոպե։ Այնուհետև հոսող ջրի տակ մի լավ լվանում ենք եւ դնում ենք ցանցի վրա, որպեսզի ջուրը քամվի։ Երկար չենք թողնում, այնուհետև ինչպես տեսնում եք, մաքուր տարայի մեջ դնում եմ խոհանոցային անձեռոցիկ եւ վերցնում ենք հազարի տերևները եւ զգուշությամբ ահա այսպես չորացնում եւ տեղավորում տարայի մեջ։ Շերտերով դնում ենք ինչքան որ տեղավորվում է, շատ իրար վրա չենք դնում, կարելի է ասել մեկ շերտով այսպես դրեցի, հիմա կրկին խոհանոցային անձեռոցիկն եմ դնում եւ նույն գործողությունն ենք կատարում այնքան, ինչքան որ տարայի մեջ տեղ ունենք։ Հիմա ես շատ չեմ ավելացնում երրորդ շերտ, որովհետեւ երրորդ շերտ եթե դնեմ, ապա պետք է սեղմեմ, իսկ շատ սեղմելու դեպքում կվնասենք հազարի տերևները։ Կափարիչով ծածկում ենք, բայց հերմետիկ չենք ծածկում, ահա ինչպես տեսնում եք, մի փոքր այսպես անցք դեռ մնում է եւ մնացածը ծածկված են, այսինքն հերմետիկ չենք փակում եւ տեղափոխում ենք սառնարան։ Մյուս տարբերակը, որը որ պահպանվում է երկար, հիմա նույնպես ցույց կտամ, կարելի է ասել այսպես պետք է կտրտել, կտրտելը կարող եք ավելի մեծ չափերի կտրտել կամ ավելի փոքր չափերի կտրտել, որովհետեւ կախված է թե ինչ չափի զիպ պարկում եք տեղավորելու հազարի տերևները։ Խոհանոցային անձեռոցիկը վերցնում ենք եւ դնում ենք զիպ պարկի մեջ, այնպես ենք անում, որպեսզի տակի հատվածը ծածկված լինի խոհանոցային անձեռոցիկով եւ կողքերը նույնպես եւ այնուհետեւ տեղափոխում ենք հազարի տերևները զիպ պարկի մեջ։ Հազարի տերևները արդեն իսկ նախապես լվացած, ինչպես տեսնում եք, չորացրել էի խոհանոցային անձեռոցիկով, հետո նոր կտրտում ենք եւ տեղափոխում զիպ պարկի մեջ, բայց այսպես չենք վերջացնում, հերմետիկ փակում ենք եւ փայտիկի օգնությամբ անցքեր ենք անում զիպ պարկի վրա։ Հետո տեղափոխում ենք սառնարան եւ այս մի քանի տարբերակներով կարող եք պահպանել թարմությունը հազարի տերևների։ Սիրելիներս, եթե հավանել եք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, սեղմել զանգակոճակին եւ նաեւ բաժանորդագրվել իմ ալիքին։ Շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով։